մեր ազգին իմաստություն, խելք հավաքեն, եթե այս սոցիալիստական կարգեր հաստատելուց հետո Հայաստանը որպես պետություն կայացել է, հավատացեք, դա նրանց հովանու անվտանգության այդ ազդեցության տակ է եղել։ Ես չեմ ասում, թե մեզ ձրի կերակրել են, ոչ, պարզապես մենք անվտանգ ենք եղել ու ստեղծել ենք։ Իսկ հիմա այս մի քանի տարվա մեջ ինչ ենք ստեղծել, ոչինչ։ Դե տես լսել եմ, բայց Փաշինյանն ասում ես իր հետ ընկեր եմ, ես իր դեմ ոչ մի բան չունեմ։ Իր հետ պետք է համագործակցեմ, թե ասենք առևտրով, բանով։ Բայց ով է մտած ես կամ բախտ այս խեղ ժողովրդի մասին, ոչ մեկ, 10,000 դրամ փոփոխ ավելցես, են օրական 300 դրամ, եկեք օրական ես 300 դրամ ամեն մեկի տամ, դրանց ով որ այդ բանն արել է, բայց դրանով չի, ժողովուրդը մեղք է, աղջիկ ջան, ժողովուրդը իսկականից մեղք է, որովհետև մի կերպ այն որ ասում է, որ չի ապրում, նա ընդամենը իր գոյությունն է պաշտպանում։ Սա երկու պետությունների խնդիրն է, ոչ մի բան չեմ կարող ասել, չնայած հիմա հայերը դրսում շատ են, Ռուսաստանում շատ է, մտահոգիչ է, որովհետև ապագան անորոշ է ինձ համար։ Այսօր չընդունեցին, վաղը կընդունեն։ Ընտրություն հեսա անցավ, առաջինը Պուտինն է շնորհավորելու, խոսքս քիշես։ Կարող էր մեր վարչապետն է, թող իրան առողջություն տա, պարոն Նիկոլ Փաշինյան։ Եթե այս կառավարությունը մեր հազարամյա պատմությունների ընթացքում մեր լավ ընկերոջ, մեր կողքին կանգնած միակ պետության նկատմամբ նման ձևով է զբաղվում, որտեղ մոտ 3 միլիոն, եթե չեմ սխալվում, հայ աշխատում է, տեսնում եք եւ արտագնա աշխատանքի են գնում եւ մշտական բնակություն ունեն, եւ հարգանք ունեն, եւ պատիվ ունեն։ Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի կողքին, միշտ եղել է հայ ժողովրդի ամենաառաջին ու ամենալավ բարեկամը։ Եթե ինքը առ է համարում հայ ժողովրդի հազարամյա պատմություն ունեցող Ռուսաստանի բարեկամ լինելը, եւ գնում է չգիտես ուր արեմուտք, չգիտես ուր, նա էլ այո, նման միջոցներ է կիրառում եւ դա հələ սկիզբն է, ինչպես ռուսն ասում, это еще цветочки, ավելի խիստ պահանջներ է դնելու Հայաստանի նկատմամբ։